Գործող ՔՊ-ի ընտրական պրոյեկտումները քարոզաշավը կարելի է երկու հիմնական բաղադրիչի ներկայացնել։ Նա փորձում է վաճառել այն ինչ որ պետական իշխանությունը պարտավոր է իրականացնել քաղաքացու վրա, այսինքն իր լիազորություններից բխող որոշումները համեմված կեղծ խաղաղության օրակարգով, հա։ Այսինքն փաստացիորեն ունենք սա այսպիսի վիճակ։ Ալիևը ստանում է այն ինչ որ ուզում է, հիմա ստանում է այդ ամեն ինչը առանց պատերազմի։ Այսինքն կա հանձնառություն, որ անելու ենք սա։ Խաղաղությունը իհարկե խոստումներով կամ թղթերով չի լինում, դա միայն բանակով է լինում, այն պարագայում, երբ որ բանակը զսպում է քո նկատմամբ որևէ այլ շրջանակի պետության թիրախային հարձակումը եւ այլն։ Հիմա վարչական ռեսուրսի օգտագործում, ուժայինների օգտագործում, տեղերում հանդիպումներ եւ այդ հանդիպումների երկրորդ էլեմենտը, ինչի մասին ասեցի, դա հակադարձում էր մյուս ընդդիմադիրներին։ Բացասական էպիտետներ, որակումներ, գիտեք, մարդկային արժանապատվությունից ցածր տեքստեր է հնչեցնում եւ մենք խոսում ենք Հայաստանի գործող վարչապետի մասին։ Ի պատիվ մյուս ընդդիմադիրների, ում որ ինքը թիրախավորում է, անձնական վիրավորանքներ է հասցնում, այդ թվում նաեւ երիտասարդ ընդդիմադիրների, հա, իրենք շատ պատշաճ, շատ մեծավարի, շատ հասուն են արձագանքում, հա։ Այսինքն սպառնում է, որ մի ընդդիմադիրին կունեզրկի։ Հասկանում եք ինչ իմաստ է խոսում։ Պետության ղեկավարը իր մրցակից ընդդիմադիրներից մեկին ասում է, ունեզրկելու եմ քեզ, դառնաս, չգիտեմ, փողոցում ապրող ՀՀ քաղաքացի։